Այսօր մի քիչ աստվածաշունչ ենք կարդալու, եկեք բայց աղոթենք, դուք նստած մնացեք, հետո կսկսենք։ Հալելույա, Հայր ջան, օրհնում ենք քեզ ու քեզ փառք ենք տալիս ամեն ինչի համար։ Մենք գալիս ենք քո առաջ ու մենք մեր ժամանակները տալիս ենք քո առաջ, ամեն բան հանձնում ենք քո ձեռքերի մեջ, օրհնում ենք քեզ։ Հայր ջան, մենք հավատում ենք, որ դու ունես մեծ բաներ մեր համար, որոնք դու ուզում ես տաս մեզ։ Այնպիսի բաներ, որ մենք չգիտենք, չենք պատկերացնում ու չենք հասկանում։ Բայց մենք գիտենք, Հայր ջան, որ կա մեր մասը, կա բաներ, որ մենք պետք է անենք, կա բաներ, որ մենք պետք է հավատանք, կա բաներ, որ մենք պետք է հասկանանք։ Խնդրում ենք զորացրու մեզ, լուսավորի մեզ, օգնի մեզ, որ ամեն բան հասկանանք, որ այն բարի բաներից, որ դու ունես մեր համար, մենք ոչինչ բաց չթողնենք։ Հիսուս Քրիստոսի ամենակարող անունով։ Հալելույա, օրհնում ենք քեզ ու քեզ փառք ենք տալիս, որտեղ ամեն բան քեզանից է, քեզանով ու քո համար է, Հայր։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։ Ուրեմն եկեք սկսենք շատ լավ, ուրեմն ես մի փոքր ասեմ, թե ինչ եմ այսօր ուզում, որ մենք խոսենք։ Ես այս հորխաչիկ ինձ մոտ մի շաբաթ առաջ ասել է, որ ուզում եմ ես գել ծառայել, ես մատ լավ թեմա է, ես ես պատրաստել, հավատացել իշխանության մասին, լավ ուսմունք էր, միտեղ էլ հասցել է կիսվել, կիսատեղել կար, լրիվ փակել է, ամեն ինչ լավ էր բան։ Հետո ես աղոթում էի, պատրաստում էի ծառայության ու մեկ լրիվ ուրիշ խոսք եկավ, որ պետք է հիմա դրա մասին խոսենք։ Ես ասում եմ ում համար է տեն ասած խոսքը, դու ասում ես եթե Աստված ատեղը ուրեմն բոլորի համար է։ Պետք չի մտածել որ ինչ մեկի համար է։ Այսօր մի քիչ հետաքրքիր ձևով մենք անենք ծառայությունը, մենք կկարդանք մի 4 գլուխ Աստվածաշունչ, հետո մի գլուխ ես կխնդրեմ տանը կարդանք։ Մենք խոսելու ենք Հովսափատ թագավորի մասին, բայց մի փոքր կկարդանք նրա հոր Ասայի թագավորության երկրորդ կեսից։ Ուրեմն սկսենք ու ես ընթացքում կասեմ թե ինչի մասին է խոսքը։ Ուրեմն Ասան երբ որ նոր է դառնում թագավոր, ինքը լինում է շատ լավ թագավոր, աստվածապաշտ, հեռացնում է կռապաշտությունը, հետո իր դեմ գալիս է այդ երթոփեի թագավորը 1 միլիոն զորքով, ինքը ունում 500,000 զորք։ Բայց իրենք հաղթում են, այդ զորքը ջախջախում են, քշում են, նրանց քաղաքներն են վերցնում, նույնիսկ բարեկանում են, հարձակվում են փոշտասների վրա, բոլոր փոշտասների քաղաքներն են վերցնում, երևի նրանք էլ էին օգնում, չգիտեմ ինչու համար այդպես լինում, ու այնտեղ գրում է, որ երկրի վրա խաղաղություն եկավ։ Այս թագավորը, որը հավատքով լցված հռչակումներով պատերազմում է մարգարեական խոսքերը ստանում, 25 տարի ապրում է խաղաղության մեջ։ Ու մի քիչ ոնց սովորում է խաղաղության, եկեք դրանից հետո սկսենք կարդալ, ես ինչ որ տեղում կամ կարդամ ու մենք ինչ որ բաներ խոսենք։ Ասում եմ, եւ Ասայի թագավորության 36-րդ տարում, այսինքն արդեն 25 տարի ինքը խաղաղության մեջ ապրում է, Իսրայելի Բաասա թագավորը եկավ Հուդայի վրա եւ շինածրաման եւ դուրս եկող ու մտնող չթողնի Հուդայի Ասա թագավորի համար։ Մենք տեսնում ենք, որ Իսրայելի թագավորն է հարձակվում։ Այսինքն գիտեք, չէ՞, կա Հուդայի թագավորությունը, կա Իսրայելի թագավորությունը, Հուդային է Իսրայելի, այսինքն հրեաների հոգևոր տարբերակներ, Իսրայելն է հրեաների աշխարհիկ տարբերակներ։ Եվ այդ աշխարհիկ տարբերակը հարձակվում է հոգևորի վրա։ Եվ Ասան արծաթ ու ոսկի հանեց Տիրոջ տան եւ թագավորի տան գանձերից եւ ուղարկեց ասորիների Բենադադ թագավորին, որ բնակվում էր Դամասկոսում ասելով. Ընդհանրապես, երբ որ մենք տեսնում ենք, որ թագավորը Տիրոջ տնից գանձը հանում ու ինչ դա վատ նշան է։ Դա արդեն վատ նշան է։ Որը բնակվում է Դամասկոսում ասելով դաշին կա իմ ու քո մեջ, իմ հոր ու քո հոր մեջ, ահա քեզ համար արծաթ եւ ոսկի եմ ուղարկում։ Եկ քանդիր Իսրայելի թագավոր Բաասայի հետ քո դաշինքը, որին վրայից ետ քաշվի։ Եվ Բենադադը լսեց Ասա թագավորին եւ ուղարկեց իր զորքերին իշխաններին Իսրայելի քաղաքները եւ նրանք զարկեցին Իոնը, Դանը, Աբելմայիմը եւ Նեփթաղիմը բոլոր շտամարանների քաղաքները։ Շտամարանների քաղաքները դա այդտեղ է, որտեղ պահվում էր Պարենը, Զենքը, Զինամթերքը, հիմա նավթ են պահում, չգիտեմ, չէ՞։ Այսինքն սա մեծ խնդիր է շտամարանների քաղաքները զարկելը։ Եվ երբ որ Բաասան լսեց, դադարեց ռամանշնելուց եւ իր գործը ձգեց։ Եվ Ասա թագավորը առավ բոլոր Հուդան, որ վեր առան Բաասայի շինած Ռամայի քարերը եւ նրա փայտերը եւ նրանցով շինեց Գաբան եւ Մասփան, այսինքն սահմանային քաղաքները։ Այդ ժամանակ Անանի տեսանողը Հուդայի թագավոր Ասայի մոտ եկավ եւ ասաց նրան, որովհետեւ դու ապավինեցիր ասորիների թագավորին եւ չապավինեցիր քո Տեր Աստծուն, նրա համար ասորիների թագավորի զորքը ազատվեց քո ձեռքից։ Մի րոպե, ասորիների թագավորի զորքը ստեղ ի՞նչ կապ ուներ։ Իսրայելի թագավորը հարձակվել է Հուդայի թագավորի վրա, ինչ ասորիների թագավոր։ Գիտեք Աստծո ծրագիրը որն էր։ Իսրայելի թագավորը կռվում է Հուդայի թագավորի դեմ, Հուդայի թագավորը պետք է կռվեր, հաղթեր Իսրայելի թագավորին։ Իսրայելի թագավորը մարդ ուղարկել ասորիների հետևից, որտեղ իրենք ունեին դաշինք։ Ինքը ասեց խախտի դաշինքը նրանց հետ իմ հետ կնքի, չէ՞։ Գալու էր ամբողջ ասորիների զորքը Հուդայի թագավորի դեմ, քանի որ Աստված Ասայի հետ էր, իրենք պարտության էին մատնելու ասորիներին, որտեղ եթե դուք հիմա մի քիչ հետո կարդաք, որտեղ որ մենք չենք հասնելու, ով էր անընդհատ ասպատակում Իսրայելը։ Ասորիները։
Աստված ուզում էր ազատել Հուդայի թագավորությունը ասորիների ապագա հարձակումներից, բայց այս թագավորը այնքան էր հեշտասիրության մեջ ընկել 25 տարի խաղաղության պատճառով, որ պատերազմի հավես չուներ։ Գիտես, գալիս է ժամանակ մեր կյանքում մենք բաներ ենք հաղթում, բաներ ենք անցնում, հետո մի քիչ մեծանում ենք, մի քիչ դախանում ենք, մեկ էլ Աստված ասում է հել թուրդ կապի, ասում ենք հավես չունեմ։ Հավես ունեցի։ Եկեք գնանք առաջ։ Հետո եւ ասում եմ, միթե եթովպացիկ եւ լիբիացիկ էս 1 միլիոնը խիստ շատ կարգերով ու ձիավորներով բազմաթիվ զորք չէին, բայց որովհետեւ դու Տիրոջ ապավինեցիր, դրանց քո ձեռքը մատնես, որովհետեւ Տիրոջ աշխարհը դիտում են բոլոր երկիրը, որ զորացնեն նրանց, որոնց սիրտը ուղիղ է նրա հետ։ Դու անմտություն արի սրանում։ Սրանից հետո պատերազմներ ես ունենալու։ Տեսեք, այն մի պատերազմը Տիրոջից էր։ Եթե ինքը կռվել է այդ պատերազմի մեջ, ինքը սրանից հետո ունենալու է իշխանություն, տիրապետություն, հարկեր, անասուններով, փողերով, արծաթներով, ամեն ինչով, բայց այստեղ սա արդեն գլխացավանք է։ Երբ որ Աստված մեզ կոչ է անում, որ ինչ որ բանի համար պայքարենք, նույնիսկ եթե դա մի հատ տղա է, մի հատ փեսա է, մի հատ ամուսին է, մի հատ գյուղ է, մի հատ քաղաք է, ավելի լավ է պայքարենք, որտեղ հետո խաղաղություն ենք ունենալու, հետո կյանք ենք ունենալու։ Եվ ասան բարգացավ այդ տեսանողը, մենք այստեղ տեսնում ենք իր հոգևոր վիճակը, եւ նրան բանդ դրեց, որովհետեւ այս բանի համար նրա վրա զայրացավ։ Եվ այն ժամանակ ասան ժողովրդից մի քանիսին էլ հարստահարեց։ Եվ ասա առաջին ու վերջին պատմությունը, ահա նրանք գրված են Հուդայի եւ Իսրայելի թագավորների գրքում։ Եվ ասան հիվանդացավ իր թագավորության 39-րդ տարին իր ոտքերով, մինչև բարձրը հասավ նրա հիվանդությունը, այսինքն ներքևից բարձրացավ մինչև կոնքերը մոտավորապես, հա, բայց իր հիվանդությունում էլ չխնդրեց Տիրոջը, այլ բժիշկներ ուզեց, արդեն մենք տեսնում ենք որ դառնացել էր։ Եվ ասան ննջեց իր հայրերի հետ եւ մեռավ իր թագավորության 41-րդ տարին, նրան թաղեցին Դավթի քաղաքում այն գերեզմանի մեջ, որ ինքը փորել էր իր համար։ Եվ նրան պարկեցին մի անկողնու վրա, որ լսեցին խնկերով եւ զանազան արվեստագործ բաղադրություններով, եւ նրա համար մի շատ մեծ այրելի խունկ այրեցին, որտեղ ինքը իրականում շատ լավ թագավոր էր։ Այդ պահը մենք գիտենք, հիմա կարդում ենք, ժողովուրդը նույնիսկ կարող է շատ բաներ չերել ոնց որ հասկանում, բայց ինքը շատ լավ բաներ էր, 40 տարի լավ թագավոր էր եղել, մի քիչ հետո վերջում 36-րդ տարուց հետո խնդիրները սկսեցին, առաջին 36 տարին լավ էր ամեն ինչ։ Ու հիմա տեսեք, հիմա Հովսափաթը, եւ նա ողջ Հովսափաթը թագավոր եղավ նա տեղ։ Հովսափաթը մեծանում է տեսնում այդ ամեն ինչը չէ, ու ինչ է ինքը հիշում։ Բոլոր խնդիրը սկսվեց, երբ որ այդ իսրայելցիները եկան։ Ինչ անենք այդ իսրայելցիների հետ կռիվ չլինի։ Ինչ անենք այդ իսրայելցիների հետ խնդիր չունենանք։ Մեր ժողովուրդն է, մեր ազգն է, մի բան անենք, միաբանվենք, մի բան անենք, sense ոնց կլինի, չէ՞։ Եվ նա Հուդայի ամեն պարսպորտ քաղաքներում զորքեր դրեց եւ պահապան զորքեր դրեց Հուդայի երկրում եւ Եփրեմի քաղաքներում, որ նրա հայր ասանարար էր։ Եվ Տերը Հովսափաթի հետ էր, որտեղ իր հայր Դավթի առաջի ճանապարհներում էր գնում եւ բահարներին չորոնեց, այլ իր հոր Աստծուն խնդրեց եւ նրա պատվիրաններում վարվեց եւ ոչ թե Իսրայելի արածի պես։ Եվ Տերը հաստատեց թագավորությունը նրա ձեռքում եւ բոլոր Հուդան ընծաներ էր տալիս Հովսափաթին եւ նրա հարստությունը ու փառքը շատացավ։ Եվ նրա սիրտը բարձրացավ Տիրոջ ճանապարհներում եւ նա վերցրեց Հուդայից բարձր ավանդակները եւ Աստորոթի կողքերը։ Այս բարձր ավանդակները մի հատ թագավորը մի քիչ այս կողմերն են, նույն նույնտեղը դրվում էին։ Տենես, որ լավ թագավորը գալիս է, վերցնում է, հետո մեկի գալիս է նորից ընդ դրված են։ Մարդիկ սիրում են կռապաշտության մեջ լինել։ Ու հետո ինչ ասում։ Բարձավանդակներ Աստորոթի կողքերը եւ իր թագավորության 3-րդ տարում ուղարկեց իր իշխաններին՝ Բեհնայիլին, Աբդիային, Զաքարիային, Նաթանայելին եւ Միքեին եւ Հուդայի քաղաքներում, որ Հուդայի քաղաքներում սովորեցնեն։ Եվ նրանց հետ են Ղեֆտացիները՝ Սեմայա, Նաթանիա, Զաբադի, Ասայել, Սեմիրամով, Թովտանան, Ադոնիա, Տուբիա եւ Տոբադոնիա Ղեֆտացիները։ Եվ նրանց հետ էր Երեսամա եւ Հովրամ քահանաները։ Եվ սովորեցնում են Հուդայում եւ նրանց հետ էր Տիրոջ օրենքի մեկ գիրք կար։ Եվ շրջեցին Հուդայի բոլոր քաղաքները եւ սովորեցնում ժողովրդին։ Տեսեք, այս մարդը ասաց, լավ, ես գիտեմ Աստծո խոսքը, բայց ժողովուրդը որտեղ ես կարդային, հեռախոսի մեջ չունեն Աստվածաշունչ, հեռախոսը չունեն։ Ու վերցեցին մի օրենքի գիրք ու գնացին ու սկսեցին կարդալ մարդկանց ժողովրդի մեջ, հավաքում էին մարդկանց, կարդում էին ժողովելու տեղերում։ Տեսեք ինչ ասում։ Երբ Տիրոջ վախը եկավ Հուդայի շրջակայքում եղող բոլոր երկրների թագավորությունների վրա, որ եւ Հովսափաթի հետ պատերազմ չարին։ Եվ փղշտացիներից էլ ընծաներ եւ հարկի փող էին բերում Հովսափաթի համար։ Արաբացիներն էլ բերում էին նրա համար հոտելից 7700 խոյ, 7700 նոխազ եւ Հովսափաթը գնալով մեծացավ շատ բարձր եւ Հուդայի մեջ բերթեր եւ շտամարանների քաղաքներ շինեց։ Եվ նա շատ գործեր ուներ Հուդայի քաղաքներում եւ Երուսաղեմում մեջ քաջ զորավորներ, պատերազմող մարդիկ ուներ։ Տեսեք, ինչն է հետաքրքիր ստեղ։ Երբ որ մենք Աստծո խոսքը ունենք մեծ սրտում,
մեր ընտանիքում, մեր երեխաների կյանքում, մեր սիրելիների մեջ, որտեղ որ մենք ապրում ենք, Աստված ուղարկում է իր երկյուղը ու պաշտպանում է մեզ։ Աստծո երկյուղը գնում է ու պաշտպանում է մեզ։ Ու մենք պետք է ասենք այդ պաշտպանությունը մենք ունենք, երբ մենք բարձրացնում ենք Աստծո խոսքը։ Խոսքի մեջ գրված է, որ Տեր դու քո խոսքը քո անունից բարձր դրեցիր։ Երբ որ մենք բարձրացնում ենք Աստծո խոսքը, մենք Աստծուն մեծ փառք ենք տալիս, ու Աստծո պաշտպանությունը ու Աստծո օրհնությունը գալիս է մեր վրա։ Եվ սա է նրանց համար իրենց ազգատողների համեմատ։ Այստեղ ասում է ուներ զորավորներ, պատերազմող մարդիկ, այստեղ 5 իշխանների մասին է խոսում, սա անցնենք մի փոքր եւ հասնենք գլուխ 18-ին։ Եվ Հովսափաթը խիստ շատ փառք եւ հալստություն ուներ եւ խնամություն արեց Աքաբի հետ։ Ով է հիշում Աքաբը ով էր։ Իսրայելի համար առաջին մեղավոր թագավորը։ Ամենավերջը իրանից մեղավոր թագավոր ինքը ու իր կինը որ չլինեին, այս աշխարհը մինչև այսօր ավելի լավ կլիներ։ Գիտեք, այն մարգարեն ով որ գիրքը գրել է, ինքը գիտեր, որ Տիրոջ երկյուղի պատճառով թշնամիները չէին հարձակվում։ Ով գիտեր, որ Իսրայելը Հուդայի կողքն էր։ Ուրեմն Տիրոջ երկյուղը իրանց վրա էր, չէ՞ իջել։ Բայց Հովսափաթը էլի մտածում է, չէ՞։ Մենք ինչի պատճառով ընկանք, բարեկամություն անենք, հանկարծ պատերազմ չլինի։ Գիտես, բարեկամությունը այս աշխարհի հետ, բարեկամությունը այս աշխարհի սկզբունքների հետ։ Դու նայում ես, ասում ես մեղավոր են, վատն են, ոչինչ մերն են։ Ես մի ծանոթ տղա ունեմ, մենք մի օր խոսում ենք իրար հետ, ինքը շատ է սիրում Հայաստանը, հայ ազգը, ես էլ եմ սիրում։ Բայց ինքը սենտուժի ձև է սիրում, ինքը մի օր ասաց, մեր ազգը ուրիշ է, մենք ուրիշ ենք։ Ասում դու գիտես, որ եթե հալածանք սկսվի, քո ազգը քո գլխին ինչ կանի։ Ու ինքը ասում է, Աստված տա տես բան չլինի, բայց ինքը չէր ասում, որ վախենում էր։ Այլ ուղղակի որ իր աշխարհը չքանդվել են, որտեղ ինքը ամեն ինչին շատ լավ էր պատկերացնում։ Գիտեք, մենք պետք է հասկանանք, կարող է մարդ է, կարող է հայ է, բայց եթե ինքը քո Աստծուն ծաղրում է, կարող է դա մարդ չի, կարող է դա հաստատություն է, հիմնարկ է, համակարգ է, որը քեզ խոստումներ կարա տա, որը կարա քո համար հրապուրիչ թվա։ Իսկ ինչ եթե ինքը քո Աստծուն ծաղրում է։ Եկեք գնանք առաջ, տեսնենք ինչ ստացվեց։ Խնամություն արեց Աքաբի հետ, այսինքն ինչ մի աղջկա վերցրեց, ամուսնացավ, դե հասկանալի է, որ կռիվ չլինի, եւ մի քանի տարուց հետո իջավ Սամարիա, Աքաբի մոտ։ Տեսեք, շատ հետաքրքիր պահի է իջնում, դուք հեսա կտնեք ինչ պահի է իջնում, բայց ես ինչ եմ ասում, երբ որ ես ինքս եմ մոտենում այդ տեղերը, Սատանան արդեն սկսում է ծրագիր մշակել, ոնց ինձ կարող է կործանել։ Ու ինչքան ես լավն եմ, ինչքան ես հավատարիմ եմ, ինչքան ես ուժեղ եմ, ինչքան ես նվիրված եմ, այնքան է ծրագիրը ավելի մանրակրկիտ է լինելու։ Այնքան է ծրագիրը ավելի զարգացած է լինելու։ Այնքան այնպիսին է, որ ես հանկարծ չպասնեմ դրանից։ Մենակ Աստծո ողորմությունով կպասնեմ։ Հիմա տեսեք, եւ ասում որ արդեն խնամություն արեց, հարցերը լուծեցին, մի քանի տարուց հետո իջավ Սամարիա Աքաբի մոտ։ Եվ Աքաբը նրա համար եւ նետ եղողների ժողովրդի համար շատ ոչխարներ եւ արչարներ մորթեց, նրան համոզեց, որ վեր գնան Ռամով Գաղադ։ Վեր գնան էքսկուրսիայի չէ, պատերազմի։ Եվ Իսրայելի Աքաբ թագավոր ասաց Հուդայի թագավոր Հոսափաթին, ինձ հետ կգնաս Ռամով Գաղադ։ Եվ նա ասաց, ինչպես դու այնպես էլ ես, ինչպես քո ժողովուրդը, այնպես էլ իմ ժողովուրդը, ես քեզ հետ կգնամ պատերազմի։ Եվ Հովսափաթը ասաց Իսրայելի թագավորին, բայց հիմա եկ Տիրոջ խոսքը խնդրիչ։ Իսկ նա արդեն զգում է, որ ինձ գցել են մի հատ բանի մեջ։ Ես հյուր եմ եկել։ Աղջկա հետ ամուսնացել եմ, հյուր եմ եկել։ Ես ինչի մեջ եք ինձ գցում, ի՞նչ պատերազմ։ Հետո էլ մտածում եմ, դե մենք բարեկամանում ենք, չէ, ուրեմն մինչև վերջ բարեկամանանք։ Հո ես հիմա չեմ ասի, ես չեմ գալու։ Բա որ նեղանա պատերազմ սկսի հետ։ Այդ աղջկան առնելն իզուտ լինի, չէ, մենք պետք է բարեկամանանք, մենք պետք է կոմպրոմիսի գնանք, մենք պետք է նույն սեղան նստենք։ Գիտեք, Աստվածաշունչում կա դեպքեր, որ ասում է, այս մեկի հետ հաց չուտես։ Մենք պետք է հիշենք դա։ Ու հիմա տեսեք ինչ է ստացվում։ Ինչ ծրագիր է Սատանան հիմա իր գլխին անում։ Հիմա դուք ուղղակի տեսեք։ Ու գիտեք ես ինչի եմ սա ասում։ Ես մտածում եմ, այս խոսքից հետո դուք կհիշեք մարդկանց, որոնք այդ նույն բանի մեջ են ընկել։ Ու զգույշ կլինեք, որ դուք չընկնեք։ Հիմա տեսեք ինչ ասում։ Ասում այո, ես քեզ հետ կգնամ պատերազմի։ Եվ Իսրայելի թագավորը ժողովեց մարգարեներին 400 հոգի։ Գիտեք, եթե դուք հիշում եք, Հեզաբելը ուներ 400 Բահարի մարգարեներ, 450 Աստարոթի մարգարեներ։ Հիմա այս մարդը սիրում է 400 մարգարե, հասկանում եք։ Բահարի մարգարեից բացի մեկ Տիրոջ մարգարե 400 հավաքեց։ Բայց էլի իր մարգարեներն էին, իր ուզածով իր շվի տակ պարող մարգարեներ էին։ Ու ստեղ ինչ ասում, Իսրայել թագավորը ժողովեց մարգարեներին 400 հոգի, եւ նրանց ասաց. «Ռամով Գաղաթի վրա պատերազմի գնանք, թե ետ կենամ»։ Եվ նրանք ասացին. «Գնա վրան, եւ Տերը թագավորի ձեռքն է տալու»։ Եվ Հովսափաթը ասաց. «Այստեղ ուրիշ մարգարե չկա Տիրոջից որ հասնենք»։ Հովսափաթը հոգևոր մարդ էր, զգում ասում մի բան ինչ։ Ասում է ուրիշ չկա մարդ որ Տիրոջը հասնենք։
Եվ Իսրայելի թագավորը ասաց Հովսափաթին. «Դեռ մեկ ուրիշ մարդ էլ կա, նրա միջոցով Տիրոջ հարցնելու, բայց ես նրան ատում եմ, որովհետև ինձ համար մարգարեություն չի անում դեպի բարին, այլ ամեն ժամանակ դեպի չարը։ Դա Յեմլայի որդի Միքիան է»։ Իսկ Հովսափաթը զգում է, որ մարգարեները անարգված են, ասում է. «Թող թագավորը այդպես չխոսի»։ Եվ Իսրայելի թագավորը մի ներքինի կանչեց շուտով բեր Յեմլայի որդի Միքիային։ Եվ Իսրայելի թագավորը եւ Հուդայի Հովսափաթ թագավորը նստել էին յուրաքանչյուրը իր աթոռի վրա կամ իր գահի վրա, զգեստները հագած, կալում, այսինքն հունցքի ժամանակ էր արդեն Սամարիայի դռան առաջին եւ բոլոր մարգարեները մարգարենում էին նրանց առաջին։ Եվ Քանանայի որդի Սեդեկյան իր համար երկաթե եղջյուրներ շինեց։ Դուք հասկանում եք, չէ՞, որ եղջյուրը 10 րոպեում չեն սարքում։ Ինքը նախորդ դա պատրաստել էր մարգարեական ծեսերի համար։ Հիմա մեկ-մեկ կա, երբեմն հեռուստացույցում ենք դիտում, չնայած հիմա արդեն այդ մոդան չկա, ինչ որ մարդ արտասահմանյան եկեղեցում մեծ համաժողով է, փառաբանում են, մեկ էլ մեկը շոֆարը հանում է, ասեք դահլիճից ասում է, գիտեք ինչքան փող եմ տվել եկել եմ ստե, ես սա փչելու եմ, ինչ ուզում եք ասեք, չթողեք կգնամ փողերս այդ կուզեմ։ Գիտեք հիմա այս մարդը սարքել է, ինքը հատուկ դա օգտագործում էր, մարգարեական ինչ որ ատրիբուտներ ուներ իր համար։ Ու հիմա ինչ ասում սարքել էր ու ասում եմ, սրանցով կհրես ասորիներին մինչև որ նրանց բանը ջնջանես։ Եվ բոլոր մարգարեները այսպես են մարգարեանում ասելով գնա Ռամոթ Գահաթ եւ կհաջողվես եւ տերը կտա թագավորի ձեռքը։ Եվ այն падգամավորը որ գնացել էր Միքիային կանչելն ան ասաց, ահա մարգարեները միաբերան բարի են խոսում թագավորի համար։ Ուրեմն թող քո խոսքները նրանցից մեկի պես լինի եւ բարի խոսիր։ Բայց Միքիան ասաց, կենթանի է տերը, որ իմաստված ինչ որ ինձ ասե այն եմ խոսելու։ Եվ եկավ թագավորի մոտ եւ թագավորը ասաց նրան. Միքիա, Ռամոթ Գահաթ գնանք պատերազմի, թե ետ կենամ։ Եվ նա ասաց. գնացեք եւ կհաջողվեք եւ նրանք ձեր ձեռքը կտրվեն։ Այստեղ ինտոնացիան փորձեք հասկանալ։ Եվ թագավորը ասաց. քանի անգամ եմ քեզ երթուն տամ, որ Տիրոջ անունով ինձ բացի ճշմարտությունից ոչինչ չասես։ Հիմա տեսեք ինչ է կատարվում։ Աստված Աքաբի գլխին բան է ուզում սարքել։ Բայց Աստված, հիմա մենք կկարդանք, Աստված չի կարող մարդուն խաբել, մոլորեցնել։ Աստված ցույց է տալի իրան, թե ինչ անելու իր հետ։ Osma սա քո դատաստանն է։ Դա իր վերջին հնարավորությունն էր։ Ինչ որ բան փոխելու։ Սատանան սարքում է նույնը Հովսափաթի գլխին հիմա։ Ասма դե դու իմ թագավորին ես շարքից հանեմ, ես քո թագավորին շարքից կհանեմ։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Եվ նա ասաց, ուրեմն տեսեք Տիրոջ խոսքը։ Ես տեսա Տիրոջը նստած իր աթոռի վրա եւ ինքի բոլոր զորքերը կանգնած նրա արջև ձեռ կողմին, եւ Տերը ասաց. ով կխաբի Իսրայելի ակապ թագավորին, որ վեր գնա Ռամոթ Գահաթի վրա եւ կորչի։ Մեկ այսպես էր ասում, մյուս այնպես էր ասում, եւ մի ոգի դուրս եկավ եւ կանգնեց Տիրոջ առաջ ասաց. ես նրան կխաբեմ, եւ Տերը ասաց. ինչով։ Նա էլ ասաց. ես դուրս կգնամ եւ նա բոլոր մարգարեները բերանում սուտ ոգի կլնեմ, եւ Տերն ասաց. դու կխաբես եւ կարող ես գնա եւ այդպես արա։ Եվ արդ Տերը սուտ ոգի է դրել այդ քո մարգարեների բերանում։ Դուք պատկերացրեք ինչ ահավոր մեղադրանք աշխատավարձի վրա նստած մարդկանց։ Լուրջ եմ ասում, մի հատ մտածեք, ինչ ահավոր մեղադրանք։ Այդ մարդիկ վաղ ինչ են անելու։ Բայց Տերը քեզ համար չարիք է խոսել։ Դա Տերը որ խոսել է կկատարվի, չէ՞։ Այն ժամանակ Քանանի որդի Սեդեկյան մոտեցավ եւ զարկեց Միքիայի ծանոթին եւ ասաց. «Ո՞ր ճանապարհով է անցկացել Տիրոջ հոգին ինձանից, դա ինքը գլխավոր մարգարեն է, չէ՞։ Տիրոջ հոգին եւ միջոցով խոսում։ Ո՞ր ճանապարհով է անցկացել Տիրոջ հոգին ինձանից, որ քեզ հետ խոսի»։ Միքիան էլ ասեց. «Ահա կտեսնես այն օրը, որ սենյակից սենյակ կմտնես թաքնվելու համար»։ Եվ Իսրայելի թագավորը ասաց. «Արեք Միքիային եւ տարեք քաղաքագլուխ Ամոնի եւ թագավորի որդի Հովասի մոտ եւ ասեք, այսպես ասան թագավորը, ասան բանտը դրեք, նրան կերակրեք նեղության հացով եւ նեղության ջրով, մինչեւ իմ խաղաղությամբ գալը»։ Եվ Միքիան ասաց. «Եթե դու խաղաղությամբ ետ դարձել եկավ, Տերը ինձանով չի խոսել»։ Նաեւ ասաց. «Լսեք ով ամեն ժողովուրդն է»։ Հիմա տեսեք։ Ես ուզում եմ ստեղ կանգ առնեմ, շատ կարևոր բան է։ Սեդեկյան ասում է մի հատ բան, բայց Միքիան պատասխանում է, ասում է այդ ոչ ճանապարհով Աստծո հոգին ինձանից գնաց։ Ու ինքը ասում է, դու դա կիմանաս, կտեսնես 24-րդ խոսքը։ Ահա կտեսնես այն օրը, երբ որ սենյակից սենյակ կմտնես թաքնվելու համար։ Գիտեք, ուրիշ թարգմանությունների մեջ այս խոսքը ուրիշ ձև է գրված։ Մենք հայերեն դա չենք նկատում։ Ասում է, երբ որ ծածուկ սենյակ կմտնես թաքնվելու համար։ Պատկերացնում եք, իմանում են, որ ակապը մահացել է, ոչ մեկ չի հասկանում, ինչ է կատարվում, մտածում են զորքը գալիս, այն ժամանակ իրենք չեն կարող մտնել ստուգել արագ, ու ով ամենը մտածում է, որտեղ թաքնվի, ու Սեդեկյան գնում, մի ծակա գտնում, մտնում, ասում է, հետո ինչ որ մի ծառային բանի կարծում, մտածում է ներսի սենյակ, ծածուկ սենյակ, թաքուն սենյակ, եթե ես վերջի անգամ եղել էսպիսի սենյակում, ահա թե ինչպես Աստծո հոգին գնացել իրանից։ Ահա թե ինչպես Աստծո հոգին գնացել իրանից։ Եթե ես չգնամ իմ ներսի սենյակ Աստծո հետ հանդիպելու համար,
մի օր ես ներսի սենյակ եմ գտնելու թշնամուց թաքնվելու համար։ Ես կկրկնեմ դա։ Եթե ես չգնամ ներսի սենյակ Աստծո հետ հանդիպելու համար, մի օր ես ներսի սենյակ եմ փնտրելու թշնամուց թաքնվելու համար։ Գիտեք, ես մի օր մի բան հասկացա իմ կյանքի մասին, որ ես ապահով չեմ, որովհետև ես լավ եմ թաքնվում։ Ես ապահով եմ, որովհետև Տերն է ինձ պաշտպանում։ Ու եթե Տերը ինձ չպաշտպանի, ոնց է թաքնվում, կգտնեն, կբռնեն ու չգիտեմ ինչ կանեն։ Դա համար մենք պետք է դա հասկանանք։ Ուրեմն, հիմա տեսեք, ինչ է կատարվում։ Եվ Իսրայել թագավորը Հուդայի Հովսափատ թագավորը գնացին Ռամոթ Գաղադի վրա։ Երկու թագավոր, երկուսի գլխի վրա էլ սարքած բան կա։ Բայց մեկը գիտի, մեկը չգիտի։ Որտեղ մեկը իր խելքով մտավ դրա մեջ, իսկ մյուսի համար դա դատաստան էր։ Եվ Իսրայել թագավորը ասաց Հովսափատին, տեսեք հիմա ինչ անում։ Պետք է կերպարանափոխվել եւ հետո պատերազմ գնալ, բայց դու հագիր քո հանդրստները։ Հասկանում եք։ Եվ Իսրայելի թագավորը կերպարանափոխվեց եւ գնաց պատերազմ, Հովսափատին էլ թութակի նման գունավոր հագցրին, շաքարակլորի նման ու դրեցին պատերազմի մեջտեղը, մի հատ թագավոր։ Հիմա եւ ասորիների թագավորը իր հետ եղող կառապետներին ասեց, այսինքն տանկերի հրամանատարներին կարգեն, դե հետևակի հետը կռվում դա հետ չէ։ Ասա այդ կարգերը դա հիմնական բանն են, ասեց չպատերազմեք ոչ փոքրի հետ, ոչ մեծի հետ, այլ միայն Իսրայելի թագավորի հետ։ Եվ եղավ որ կառապետները տեսան Հովսափատին, ասացին Իսրայելի թագավորը նա է։ Եվ դարձան դեպի նրան, որ նրան պատերազմեն։ Եվ Հովսափատը աղաղակեց, եւ Տերը նրան օգնություն արեց։ Եվ Աստված նրան ետ քաշեց նրանից։ Եվ երբ որ կառապետները տեսան, որ նա Իսրայել թագավորը չէ, այն ժամանակ ետ դառան նրանից։ Եվ մի մարդ իր անմեղությամբ քաշեց աղեղը, դեպի պատերազմի հելը մտածել, քաշեց իր աղեղը եւ զարկեց Իսրայել թագավորին զրահների, հոդվածների եւ զրահի միջով։ Եվ նա ասաց կառավարին, ձեռքը դարձու եւ ինձ դուրս տար բանակից, որտեղ վիրավորվեցա։ Եվ պատերազմը բարձրացավ այն օրը, եւ Իսրայելի թագավորը կանգնած էր կառքում ասորիների դեմ եւ մեռավ արեգակը մարմատնելու ժամանակին։ Եվ Հուդայի Հովսափատ թագավորը խաղաղությամբ ետ դառավ իր տունը Երուսաղեմ։ Աստված բարձրացրեց։ Բայց ես ուզում եմ հիմա մի փոքր խոսեմ այս մասին։ Գիտեք, այս աշխարհը այնքան բաներ է մեզ խոստանում, ինքը այնքան հրապուրիչ է, ինքը այնքան լավն է։ Գիտեք, մենք միևնույն է, այս աշխարհից ենք փողեր աշխատելու, այս աշխարհում ենք կայանալու։ Եկեղեցին մեր թաքստոցը չի, որ մենք մենակ ստեղ ենք կայացած, մենք ստեղ ենք կառացից, դուրսը բանի պետք չենք, ոչ։ Բայց որտեղ որ մենք աշխարհում պետք է գնանք ու հաստատվենք, մենք պետք է Աստծուց ստանանք։ Մենք պետք է Աստծուն չալարենք, հարցնենք, չալարենք, սպասենք, մինչև պատասխան ստանանք։ Գիտեք, այս քարոզը, որ ես պատասխանել եմ, որ չքարոզեցի, հիմա տեղից մի հատ բան կասեմ։ Գիտեք, մեր խնդիրները որն է։ Ինչու մենք Աստծու հետ մեկ-մեկ լավ չենք կարողանում շփվել։ Մենք թույլ չենք տալիս, որ Աստված մեր հարցերին պատասխանի։ Մենք ինքներս ենք մեր հարցերին պատասխանում։ Գիտես ինչի սենց եղավ, որովհետև սենց։ Այ մա դու ինչ գիտես։ Թող Աստված ասի, Աստված ջան, ինչի սենց եղավ։ Աստված ջան, ինչի սա չի լինում։ Աստված ջան, ինչ անեմ։ Սովորեք Աստծուն հարցեր տալ, որտեղ երբ որ Աստված պատասխանի, դու կհասկանաս, որ քո հետ է խոսում։ Չես մտածի սա ինչ որ միտք է, որ ես չեմ հասկանում, սովորեք Աստծուն հարցեր տալ։ Մի 10 հարց տո Աստծուն ու գրի, ու քո կյանքը կվերածվի հետաքրքիր փնտրտուքի։ Հանկարծ անստեղել կպատասխանի, դու ամենտեղ կսես իրան սպասել։ Գիտեք, անդադար աղոթելը նաև նշանակում է անդադար սպասել Աստծուց։ Անդադար։ Մենք պետք է հասկանանք ուր գնանք, ինչ անենք, ոնց անենք։ Եվ ասում եմ, եւ Անանի որդի Հեու տեսանողը դուրս եկավ նրա առաջ եւ ասաց Հովսափատ թագավորին. պետք է չարին օգնել եւ որ Տիրոջը ատողներին սիրեիր։ Սրա համար քեզ վրա բարկություն կա Տիրոջ երեսից։ Իսկ Աստված բարկացել է քո վրա։ Բայց քեզ վրա բարի բաներ են գտնվում, որովհետեւ բնաջինջեր աստղովտիկ ուրքերը երկից եւ սիրտդ պատրաստեցիր Աստծուն խնդրելու։ Այսինքն պատերազմ չեկավ վրան, ինչ որ բան չեղավ, բայց ասում Աստված բարկացած է քո վրա։ Այսքան բան քո համար արեցի, քո թշնամիները բերում են քեզ հարկ էին տալի առանց պատերազմի։ Ու դու Եվ Հովսափատը բնակվում էր Երուսաղեմում եւ դարձյալ դուրս եկավ ժողովրդի մեջ, Բերսաբեից մինչև Եփրեմիսարը եւ նրանց դարձեց իրենց հայրերի Տեր Աստծուն։ Եվ դատավորները դրեց երկրում Հուդայի բոլոր պատասխանատու քաղաքներում ամեն մեկ քաղաքի մեջ։ Եվ դատավորներին ասաց. տեսեք թե դուք ինչ եք անում, որովհետև դուք մարդու համար չեք տեսնում դատաստանը, այլ Տիրոջ համար եւ նա ձեզ հետ է դատաստանի գործում։ Ուրեմն Տիրոջ վախը ձեզ վրա լինի, զգուշությամբ գործեք, որովհետև մեր Տեր Աստծո մոտ անիրավություն, աչառություն եւ կաշառք անել չկա։
Եվ Հովսափաթը Երուսաղեմում էլ դրեց Ղևտացիներից եւ Քահանաներից եւ Իսրայելի տոհմապետներից Տիրոջ իրավունքի համար եւ դատելու համար, երբ որ ետ էին դարձել Երուսաղեմ։ Եվ նրանց պատվեց ասելով. այսպես արեք Տիրոջ վախով, հավատարմությամբ եւ կատարյալ ամեն մի դատ, որ գա ձեզ մոտ ձեր եղբայրներից, որ բնակվում են իրենց քաղաքներում, թե արյան համար, թե օրենքի համար, թե պատվիրանքի, թե կանոնների, թե իրավունքների համար լինի, նրանց լուսավորեք, որ Տիրոջ դեմ հանցանք չգործեն։ Գիտի արդեն ինչ է դա նշանակում էլի։ Եվ որ բարկություն չգա ձեզ վրա եւ ձեր եղբայրների վրա։ Այնպես արեք եւ հանցավոր չեք լինի։ Տեսեք, այն բառը, որ հայերենում գրած է հանցանք, կամ մեղք, կամ հանցանք։ Երբևէ մտածել եք ինչ տարբերություն։ Այդ բառը, որ հանցանք, կարող եք ստուգել, դուք ուզում եք հիմա ինտերնետը հասանել է։ Ինքը նշանակում է սահմանը խախտել կամ զանցել։ Քահանան երբ որ զոհեր էր մատուցում, այդ զոհերի մեջ մի զոհը կոչում էր մեղքի զոհ, մեկը կոչում էր հանցանքի զոհ։ Այսինքն դա առանձին զոհեր էին։ Այսինքն ինքը կարող է մեղք գործածել Աստծո դեմ, բայց կարող է իր սահմանները խախտած լինել։ Եթե դու քո սահմանները խախտես, այնտեղ պաշտպանություն չկա։ Այնտեղ կարող է գործի Աստծո ողորմությունը ոնց որ ստեղ, բայց որ մի երկու անգամ գնաց գաս կարող է չգործի։ Կարող է Աստված թույլ տա ինչ-որ բան լինի ու դա շատ վատ է։ Մենք պետք է հասկանանք, Աստված ինքը ճիշտ է սիրող հայր է, բայց ինքը համել Տեր է, համել դատավոր է, համել մեծ ու ահեղ Աստված է։ Մենք պետք է զգուշ լինենք, որ Աստծո հետ կատակներ չանենք։ Հովսափաթ հասկացավ, որ ինքը լուրջ ձևի խախտել է իր սահմանները։ Ունենալով այդ ամեն ինչ, ունենալով այդ բոլոր օրհնությունները։ Գիտեք, մենք աշխարհը մեզ համոզում է, որ մեր օրհնությունները Աստծուց չեն, իրանից են։ Աստված տալիս է օրհնությունները, հետո դնում է քեզ, ասես սիրուն, ասում է նայեք իմ երեխան է, Աստված չի ուզում երևա։ Ինքը այդպեսին չի։ Ինքը թույլ է տալիս, որ դու բարձրանաս, դու կայանաս, դու լուսավորվես, ու ինքը սպասում է, հետո որ դու իրան փառք կբերես։ Աշխարհը գալիս ասում է՝ «Ուր է Աստված»։ Մենք ենք քեզ ամեն ինչ տվել։ Քո խելքով ես ասել, քո իմաստությունով ես ասել, դե հիմա արի մեզ ծառայ։ Դե հիմա արի մեր համար ամեն ինչ։ Բայց մենք պետք է հասկանանք, այսքան առատության, այսքան օրհնությունների մեջ իսկականից որ այս հիմարությունը պետք չէ անել։ Ու հիմա ինքը սովորեցնում ժողովրդին, ասում է՝ լուսավորեք ժողովրդին, հանկարծ Տիրոջ դեմ հանցանք չգործեն, որ բարկություն չգա ձեզ վրա եւ ձեր եղբայրների վրա։ Այսպես արեք եւ հանցավոր չեք լինի։ Եվ ահա Ամարիա մեծ քահանան ձեզ վրա է Տիրոջ ամեն գործքում եւ Հուդայի տանիշխան Իսմայելի որդի Զաբադյան թագավորի ամեն գործքում։ Եվ ոստիկանները Ղևտացիները ձեր առաջից զորացեք, գործեք եւ Տերը բարիի հետ կլինի։ Հիմա տեսեք։ 28 գլուխը ես չեմ կարդա, եթե ձեզ պատմություն հետաքրքիր տանը, պետք է կարդալ 20 պատմությունն է, որ Մովաբը տեսեք, այստեղ ասում է Հովսափաթը հաղթում է Ամոնացիներին եւ Մովաբացիներին, դաշինք գքում Վոքոզեի հետ։ Ուրեմն Ամոնը եւ այդ Մովաբը եւ Հեսուի որդիները, այսինքն այդ Եդոմացիները։ Եդոմը ու Մովաբը իրանք հարկատու են այդ ժամանակ Հուդային։ Միաբանվում են ամոնացիների հետ, որ գան պատերազմեն ու դուրս գան Իսրայելի տակից։ Սա այն պատերազմը, որ երեք թագավորին Աստված ասում է դուք չեք պատերազմի, ես պատերազմը, ես կպատերազմեմ։ Նորից Աստված տալիս է մի հզոր հաղթանակ։ Հզոր հաղթանակ, որ իրենք ոչինչ չեն անում։ Աստված նորից Հովսափաթի հետ այն ամեն ինչից հետո ինչ որ ինքը արեց այդ խնդրից հետո։ Բայց ես մոտ ուրիշ բան եմ ուզում ձեզ ցույց տամ։ Այս գլխի ամենավերջում մենք տեսնում ենք Աքաբը մահանում է, ու Աքաբը ունենում է որդի։ Այս գլուխը կարդաք, ինձ թվում է բոլորովին մի 10 անգամ կարդացել եք, բայց ամեն դեպքում։ Ուղղակի ես չեմ ուզում մասը վրա ժամանակ տրամադրեմ։ Հիմա ինչ է ստեղ գրված։ Եվ սրանից հետո սա արդեն վերջ, մի քիչ վերում արդեն գրված է, ինքը մահացավ արդեն։ Չէ, ստեղ է մահանում։ Առաջի խոսքում դեռ ամեն ինչ բացավ, բոլոր պատմությունները անցան։ Եվ սրանից հետո, այս ամեն ինչից հետո որ եղավ, որ ինքը տեսավ, որ հասկացավ, որ վերապրեց, որ մազից բացավ, ընկերացավ Հուդայի Հովսափաթ թագավորը Իսրայելի Վոքոզիա թագավորի հետ։ Վոքոզիան Աքաբի տղան էր։ Որ չարություն էր գործում։ Նորից զգուշ եղիր քո մարմնական բնության հակումներից, նույնիսկ եթե դու Աստծո մեջ ես։ Գիտեք, մեկը շոքեքարշի նման ծխում է, մյուսը թմրանյութ է ընդունում, մյուսը անվարարականության մեջ է, մյուսը դեպրեսիայի մեջ է, մենակության մեջ է, մյուսին ձգում է կեղտոտ բաները։ Ամեն մեկս մի բան ենք ժառանգել, ամեն մեկիս մարմնական բնությունը ուղղված է դեպի մի մեղքի ավելի ուժեղ, քան մյուսների։ Ու դա ժամանակ առ ժամանակ գլուխ է բարձրացնելու, նույն արդարացումներով, նույն մտքերով, նույն փաստարկներով։ Ու մենք պետք է մեր թույլ տեղը գտնենք ու մեր թույլ տեղը ուժեղացնենք։
Մենք լավ որ մենք ուրախանում ենք, բարձրանում ենք մեր ուժեղ տեղերով, շատ լավ է։ Բայց մենք նույնպես ունենք թույլ տեղեր, որոնք մենք պետք է ուժեղացնենք ու զգուշ լինենք։ Եվ նրա հետ ընկերացավ, որ նավեր շինեն Թարսիս գնալու համար։ Թարսիսը դա Իսպանիան է։ Եվ նավեր շինեցին Գասիոն Գաբրիելում։ Եվ Մարիսացի Դոդիայի որդի Եղիազարը մարգարեացավ Հովսափաթի մասին ասելով, որովհետև դու Վոքոզիայի հետ ընկերացած, Տերը քանդել է քո գործը։ Եվ նավերը կոտրատվեցին եւ չկարողացան Թարսիս գնալ։ Ինչ որ իմաստով Աստված նորից ողորում է, ճիշտ է, ես չգիտեմ այդ նավերը որտեղ կոտրատվեցին, ինչքան մարդ մահացավ, ինչքան գումար էին ներդրել, ինչ էին որոշել, բայց ամեն դեպքում։ Ու հետո գիտեք, Հովսափաթից հետո որ նայում ես, ոչ մի լավ բան չեղավ։ Իր տղան թագավոր դառավ, բոլոր եղբայրներին սպանեց, հետո թագավորի մայրը հել դուրս եկավ, բոլոր սերունդը սպանեց, հազիվ մի փոքրիկ 8 տարեկան տղային փրկեցին, որը թագավոր դարձավ։ Գիտեք, մենք չպետք է տեղ տանք այն բաներին, որոնք մեզ վնասել են, բայց այսօր մենք չենք խոսում ցանկացած մեղքի մասին։ Ես այսօր ուզում եմ կոնկրետ նշել սա՝ ընկերությունը այս աշխարհի հետ։ Մենք պետք է հասկանանք, որ մենք կանչված ենք ապրելու այս աշխարհում, բայց մենք այս աշխարհից չենք, Աստծո խոսքը ասում է այս աշխարհից օգտվողները թող չօգտվողների պես լինեն։ Այսինքն սիրտդ մի դիր դրա մեջ, մի նվիրվիր դրան, մի ապրի դրանով։ Հասկացի առաջինը, որ դա ժամանակավոր է, երկրորդը, որ դա քոնը չի, երրորդը, որ քոնը ավելի լավն է։ Աստված ամեն ինչ թողել է այս աշխարհում ու ինքը ամեն ինչ տալու է մեզ այս աշխարհից։ Ֆինանսները տալու, ամեն ինչ տալու է։ Ամեն ինչ մենք ունենալու ենք, որովհետև առաջին հերթին խոսքը ասում է Տիրոջն է երկիրը ու նրա լիությունը, աշխարհը ու նրա բնակիչները։ Ոչ թե մենք ենք ապրում թշնամական տարածքում ինչ-որ իմաստով, այլ Աստծո թշնամիներն են ապրում իր տարածքում ու իր հետ թշնամի են։ Մենք պետք է դա հիշենք։ Գիտեք, ուր գնամ, ինչ անեմ, նորից իմ մարմինը ինձ ձգում է դեպի մի տեղ, որտեղից ես գիտեմ, որ լավ չի լինի, բայց ցանկությունը շատ է։ Գիտեք, այնքան բաներ կա, որ մենք պետք է Աստծուն հասնենք, ասենք Աստված ցույց տու ինձ։ Ես չեմ ուզում նոր ինձ համոզեմ գնամ սխալ բաների մեջ ընկնեմ։ Դու ցույց տուր, ես ինչ պետք է անեմ։ Դու ցույց տուր, ես որտեղ պետք է մնամ։ Գիտեք, մի հատ քարոզիչ կար, ունի Յոնգիչոյ, ասում Աստված 5 րոպեում ավելի շատ բան կարող անի քո համար, քան դու 5 տարում կարող ասես քո համար։ Եթե մենք ճիշտ տեղում մնանք, մի օր Աստված կայցելի կասի, վայ, տեղում է։ Այն ինչ ենք իրար համար որոշել։ Սկսեք։ Տեղում է։ Հավատալի է, տեղում է մնացել մարդը, տեսեք։ Այնի ուրա չկա, իսկ ինքը տեղում է, տեսեք։ Այնպես որ։ Հիմա մենք եւս մի փոքրիկ մաս կա, որ մենք պետք է անցնենք, ուրեմն նենց հետաքրքիր է, երբ որ ես աղոթում եմ, մտածում եմ, տեսեք, երբ որ մենք միանում ենք նրանց հետ, ովքեր ծաղրում են մեր Աստծուն, մենք դուրս ենք գալիս Աստծո դեմ։ Պողոսը ասում է, միթե մենք այդքան զորավոր ենք, որ ծաղրում ենք Աստծուն, որ Աստծուն բարկության ենք գրգռում, նախանձի ենք գրգռում, այսինքն խանդի ենք գրգռում։ Աստված քեզ փրկել է այդ ամեն ինչից, դու գնում ես այդտեղ։ Գիտես, ես քեզ մի բան ուզում ասեմ։ Աստված ունի բավականաչափ իմաստություն, զորություն, կապեր, կարողություններ, որ քեզ դնի մի հատ լավ տեղ աշխարհում, որտեղ դու կապրես, կաշխատես, օրհնություն կլնես ու պաշտպանված կլնես, բայց քո սիրտը պետք է ուզենա դա։ Դու պետք է ուզենաս Աստծո հետ անես այդ ամեն ինչը։ Ոչ թե ապստամբես ու ասես ես ինքս կարող եմ։ Այս եկեղեցին էլ հարցը այս եկեղեցին չի։ Մի օր մոտ ծառայող է լինում, ինքը շատ հայտնի ծառայող է Անգլիայից, ինքնաթիռով թռչում է, ասում է կողքս մի հատ կին անստած, ասում է դուք ինչ եք անում, ես ինչ տեղում ես, ինչն եմ աշխատում, ասում է դուք ինչ եք անում, ասում է ես խոշոր համաշխարհային տրանսնացիոնալ կազմակերպության անդամ եմ։ Մենք ունենք ներկայացուցիչներ աշխարհի բոլոր երկրներում, համարյա թե երկրագնդի բոլոր քաղաքներում։ Մենք իրականացնում ենք լայնածավալ հասարակական աշխատանք, իրականացնում ենք գիտության աշխատանք, օգնում ենք աղքատներին, ունենք բազմաթիվ հիվանդանոցներ, մանկատներ, շատ տարբեր գործունեություն ենք իրականացնում, օգնում ենք շատերին եւ այլն, ուսանց պատմում ասում եմ, ես այդ ընկերության ներկայացուցիչն եմ, ասում եմ, ո՞նց է կոչվում այդ մեծ համաշխարհային ընկերությունը, ասում եմ, կոչվում է Քրիստոսի եկեղեցին։ Ասում եմ, որտեղ եթե ասի եկեղեցին, եկեղեցի ես։ Մենք պետք է հասկանանք այդ ամեն ինչը, մենք պետք է այդ մեծ տեսանկյունը ունենանք։ Ում ենք մենք ծառայում, ինչի համար ենք մենք ծառայում, ուր ենք մենք գնալու։ Աստված ասում է, ով որ այս կյանքում ինձ համար թողի։ Գիտես, եթե քեզ մի հատ լավ բան առաջարկեն, բայց դու զգաս այդտեղ կեղտոտ բան կա տակը։
Հիսուս ասում է ով որ թողնի այս կյանքում հավրապատիկը կհանձի։ Դա ինչ որ մի հատ խելքը տարած բարգավաճման քարոզիչ չի ասում։ Դա ասում է Հիսուս Քրիստոսը, որտեղ ասում են սուտ ասում, այդ սաղ ձեր այդ սուտ ուսմունքներն են, խելքներ գնացել է, Հիսուսն է ասում։ Հա ասում է հալածանք կլինի, քննադատեն բան, բայց ասում է, եթե դու մի բան իմ համար թողնելու լինես, այս կյանքում հավրապատիկը կհանձես։ Ամեն։ Գիտեք դա վստահություն է։ Արդյոք ես վստահում եմ Աստծուն, որ ինքը ինձ համար հոգ կտանի։ Արդյոք ես վստահում եմ Աստծուն, որ ինքը կապահովի ինձ համար։ Հավատքը նշանակում է վստահություն։ Մենք պետք է դա հասկանանք։